Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Թրիփ նախագծի իրականացման արժեքը ֆինանսների նախարարությունը մանրամասներ է հայտնել։ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է, Բաքուն կարող է հայտնվել Թել Ավիվի և Անկարայի լարված հարաբերությունների արանքում։ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի, օրակարգում թեժ հարցեր են։ Ընդդիմության դիմումների քննությունը շարունակվում է, երբ որոշում կկայացնի բարձրագույն դատարանը։ Աշխատանքից ազատման մասին դիմումի հերթական պահանջը, պատճառը քաղաքական հայացքներն են, ինչ է իրականում տեղի ունեցել Կոտայքի դպրոցում։ Թրիփ նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Սպուտնիկ Արմենիա հետ զրույցում ասել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ Նրա խոսքով հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։ Հարցին, թե որքան է գնահատվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցումը եւ արդյոք փոխվել են հաշվարկները, որ ժամանակին այն գնահատվում էր մոտ 200-ից 220 միլիոն դոլար, փոխնախարարը պատասխանել է, որ ենթակառուցվածքների վերաբերյալ հիմնական ներդրումները կիրականացնեն ԱՄՆ գործընկերները։ Այս ամենի ֆոնին կարծես լավ չեն Բաքվի գործերը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի որոշման նախագիծ, որը նախատեսում է Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով Իսրայելի այս որոշումը Ադրբեջանին վտանգավոր երկընտրանքի առջև է կանգնեցրել։ Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է։ Թուրքիայի հետ հարաբերությունները են եւ այդ քայլով ցանկանում է հավասարակշռել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքներին։ Քաղաքագետի խոսքով հնարավոր է Ադրբեջանն ստիպված լինի ընտրություն կատարել։ Արցախի անկման գործում վճռորոշ դեր է կատարել իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը։ Նաև Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման եւ նույն մոդելով այնտեղ եւս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելը։ Մյուս կողմից Ադրբեջանին աջակցելով դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվությունը։ Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները։ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա եւ արդեն գործողությունների փուլ մտնի։ Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նաեւ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար։ Իսկ Հայաստանի ներքաղաքական դաշտում իրադարձությունները չեն հանդարտվում։ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է նախատեսված։ Նստաշրջանն անցնելու է հատուկ ընթացակարգով, քանի որ օրակարգում ներառված է ավելի քան 40 խոշոր հարց։ Իշխանությունը պատրաստվում է մի քանի առանցքային փոփոխություններ իրականացնել ընտրական, քրեական եւ տնտեսական ոլորտներում։ ԿՊ-ական պատգամավորներ Ալխազ Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած նախագծով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են ընտրական օրենսգիրք եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում լրացումներն ու փոփոխությունները։ Ըստ նախագծի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48 օրվա, իսկ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28 օրվա դրությամբ նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 եւ ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Հույդը Հայդատի կենտրոնական խորհուրդը համոզված է Փաշինյանը չի հասկացել ժողովրդավարության իմաստը եւ էությունը։ Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքները։ Ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացի իրավունք ունի իր տեսակետը հայտնելու, հետապնդելու։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել եւ հրաժարվում է այն ամենից, ինչը համահայկական է, ազգային է։ Ցանկանում է ստիպել, որ ՀՀ սահմաններից դուրս ապրող հայերը անկախ իրենց քաղաքացիությունից զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու եւ դրա իրականացումը հետապնդելու իրավունքից։
Զուգահեռ սահմանադրական դատարանը շարունակում է ընդդիմության դիմումների քննությունը։ Հուլիսի 4-ին սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը։ Մինչև այդ ամեն օր նիստեր են լինելու ուսումնասիրելու ներկայացված ծավալուն դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ հանձնաժողովը մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Կայացել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ եւ խնդրում է սահմանադրական դատարանին մերժել դիմումները։ Թերություններ, այո, թերություններ եղել են։ Եվ մեր խնդիրն է, որ բոլոր ընտրություններից հետո բոլոր թերությունները վեր հանենք եւ շտկենք։ Եվ պես ուղղակի հայտարարել, որ եղել են ու վերջ չէ։ Հարգելի դիմողները, եթե բերեին ապացույցներ, բերեին Այսինքն այդ տեսագրությունները Հետընտրական պրոցեսներին զուգահեռ շարունակվում են իրավական ճնշումները։ Ավետիք Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը համոզված է, որ ամուսնուն կալանավորել են հետընտրական գործընթացներից մեկուսացնելու համար։ Ըստ Ադամյանի ոչ միայն իր ամուսինը, այլև մյուսները, որոնք անցնում են քաղաքական գործերով, քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց 1 տարի անց դուրս են գալիս այդտեղից, հետո արդարացվում։ Ես համոզված եմ, երբ որ գործը հասնի արդեն բուն դատաքննության փուլին, երբ որ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի հետևյալ չկա։ Այսինքն այն կքանդվի բացառապես շատ պարզ փաստերի հիման վրա եւ այդ այցելությունների եւ այդ ընդհանրապես ասենք այդ դրված ասենք փաստերի հետևում կպարզի, որ ընդհանրապես ոչինչ չկա։ Իրեն ուղղակի կարող է բաց թողնեն, երբ որ այս ամբողջ process-ը վերջանա։ Քրիստոնեական համերաշխություն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ։ Սա վերջին ամենաթարմ դեպքն է ի թիվս այլ կալանավորումների, գույքի բռնագրավումների, խուզարկությունների եւ այլ բռնաճնշումների, երբ թիրախ են դարձել Հայաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունից առաջ եւ դրանցից հետո, ասված է հայտարարության մեջ։ Ոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին, ապահովել, որ հունիսի 7-ի խորհրդարանի ընտրության արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքները քննվեն արդար, անկախ եւ թափանցիկ դատական ընթացակարգի շրջանակում։ Որտեղ է ավարտվում քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը եւ որտեղ է սկսվում մանկավարժի մասնագիտական պատասխանատվությունը։ Այս հարցի շուրջ սուր վեճ է ծագել Կոտայքի մարզի Աղավնաձորի միջնակարգ դպրոցում։ Երկարամյա ուսուցչուհին պնդում է, որ իրեն ստիպում են հեռանալ աշխատանքից իր քաղաքական դիրքորոշման պատճառով։ Մինչդեռ դպրոցի ղեկավարությունը վստահեցնում է, խնդիրը քաղաքականությունը չէ, այլ դպրոցում քաղաքական քարոզչության անթույլատրելիությունը։ Թեմայի հետքերով գնացել է Սեդակ Գյուրեղյանը։ Կոտայքի Աղավնաձորի միջնակարգ դպրոցում քաղաքական հայացքների պատճառով 34 տարվա հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն ստիպում են ինքնակամ ազատման դիմում գրել։ Ահազանգեր են բարձրացվել ծնողներից եւ ուսուցիչներից։ Դպրոցի տնօրենը նշում է, ընտրության հաջորդ օրը հունիսի 8-ին դասղեկական չաթ ուղարկած հաղորդագրության պատճառով է ուսուցչուհու առջև հեռացման պահանջ դրվել։ Նախ հարցնում է ինչպես եք, համոզված եմ, որ հիմա արդեն լավ եք։ Պլանավորած էքսկուրսիան մենք չենք գնալու, որովհետև մենք պիտի գնայինք հայկական եկեղեցիներ եւ հայկական հնավայրեր, իսկ դա ձեզ հետաքրքիր չի լինի։ Լեզու գրականության ուսուցչուհին նախ խիստ նկատողություն է ստացել, ապա իր պնդման ընտրությունից հետո գրեթե օր չի եղել, որ տնօրենը նրանից չպահանջի դիմում գրել եւ հեռանալ դպրոցից։ Եթե նման խնդիր կա, ինչու ինքը անձամբ չի հեռացնում, այլ ինձ է ստիպում դիմում գրել, ասում է Հովանիսյանը։ Տնօրեն Ռեգինա Թալալյանի սենյակում ուսուցչուհին պարզաբանեց, պատճառը իր ամուսնու ուժեղ Հայաստանի շտաբի պետ լինելն է եւ ոչ միայն։ Ես իմ հայրենիքի համար ելույթ եմ ունեցել ուժեղ Հայաստան կուսակցության կողմից, իհարկե ոչ դասերի հաշվին, դասերից դուրս է այդ ելույթը եղել կիրակի օրով։ Ինձ կանչել է ընկեր Թալալյանը, ասել է, որ վարչության պետը իրեն կանչել է եւ ասել է, թե ուսուցիչը շատ լավ ելույթեր ունենում նրա հանգի, որ զգուշ լինի, չափերի մեջ մնա։
Հեռացման պահանջը միայն էքսկուրսիան կամ քաղաքական հայացքները չեն, հակադարձում է Աղավնաձորի դպրոցի տնօրենը։ Դասերի ժամին ուսուցչուհին քաղաքական քարոզչություն է արել երեխաների մոտ։ Բազմիցս ահազանգեր են եղել, թե ուրեմն ուսուցիչներից, կոլեկտիվից եւ թե ընդհանրապես աշակերտական ուրեմն համակազմից, որ տվյալ ուսուցչուհին տարբեր առիթներով փորձել է ուղղորդել ծնողներին, ընտրել այս կամ այն կուսակցությանը, քարոզչություն անել, հայրենասիրության քողի տակ փորձել է պարտադրել իր հայացքները։ Հայոց լեզվի ուսուցչուհին ասում է, իր ելույթից մի քանի օր անց Թալալյանը զանգել եւ տեղեկացրել է Կոտայքի մարզպետարանից հրահանգ ունեն, որ ուսուցչուհին ազատման դիմում կրի։ Թեև տնօրենը մինչև վերջին վայրկյանը հերքեց եւ Հովանիսյանին ու մեր նկարահանող խմբին դուրս հրավիրեց սենյակից։ Վերջ, անջատեք, հա։ Չէ, կներեք դուք իրավունք չունեք ինձ ասել։ Ես իրավունք չունեմ, չեմ խոսում, գնա։ Մի խոսեք։ Մի խոսեք, բայց ունենք Բայց փաստը չհերքեցին նաև դպրոցի մյուս ուսուցիչները։ Ոնց կարելի է ուսուցչին միանգամից կանչել ու ասել 34 տարվա մանկավարժին դիմում գրեք։ Մենք բոլորս ցանկանում ենք մեր կոլեկտիվում տեսնել ընկեր Հովանեսյանի նման մասնագետի մանկավարժի։ Դա արդեն մեր դպրոցի ներքին հարցը կլինի եւ կորոշենք ընդհանուր կոլեկտիվով։ Ուժեղ Հայաստանի շտաբի պետ եւ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած Հովանեսյանի ամուսինը մարզպետարան է գնացել, հանդիպել կրթության վարչության պետին պարզաբանում ստանալու համար, թե ինչու են ոչ աշխատանքային օրով գործից դուրս քաղաքական ելույթի համար իր կնոջը ստիպում դիմում գրել։ Ուզեցել է հենց մարզպետին հանդիպի, վարչության պետն ասել է, որ մարզպետը տեղում չի, խորհուրդ չեմ տա մոտենաս մարզպետին, որտեղ մարզպետը ամեն ինչից տեղեկացված է։ Քեզ էլ է լավ ճանաչում, որտեղ իմ ամուսինը երկար տարիներ աշխատել է բարձր պաշտոններում եւ ասել է, որ գիտի նաեւ որ քո կինն է, որ անիմաստ է իրեն մոտենալը, որ ինքն էլ չի կարող ոչինչ անել, որովհետեւ վերևից հրա հանգում է։ շատ ավելի վերևից կգա։ Այո։ Մարզպետարանի կրթության վարչության պետը նախերքեց, թե ճանաչում է Լուիզա Հովանեսյանին եւ նրա շտաբի պետ ամուսնուն։ Պես կարող է խոսեմ մոտավորապես մի 100-110 մարդու հետ, դա ինչ կապ։ Ապա բացառեց, որ նման հրահանգ է իջեցրել։ Դեմարդեմ զրույցում Հունանյանը մեզնից գրավոր հարցում պահանջեց։ Այսպիսով քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու մասին պնդումները հերքում են թե դպրոցի տնօրենը, թե Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետը։ Եղել է արդյոք աշխատանքային իրավունքի խախտում կամ քաղաքական հետապնդում ուսուցչուհու նկատմամբ կպարզվի իրավասու մարմինների ուսումնասիրությունից հետո։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի գիտական համակարգում սկսվում է կառավարման նոր փուլ, որը գիտական շրջանակում միանշանակ չի ընդունվել։ Օրենսդրական փոփոխություններից հետո ակադեմիական համայնքում քննարկումների գլխավոր թեման ոչ միայն նոր կառուցվածքն է, այլև այն, թե որքանով է հնարավոր պահպանել գիտության ինքնուրույնությունը պետական կառավարման նոր մոդելի պայմաններում։ Մանրամասները ռեպորտաժում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեփական ստորագրությամբ իրեն նշանակել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ղեկավար։ Բարձրագույն կրթության մասին օրենքի տակ է ստորագրել նախագահը, որով փաստացի իջիկ է դառնում Գիտությունների ազգային ակադեմիայի մասին առանձին մեծ օրենքը։ Գիտական կառույցը ոչ առևտրային կազմակերպությունից վերածվում է հիմնադրամի։ 3 տարի բազմաթիվ այսպես իբրև թե մշակումներ եւ այլնից հետո ընդունվեց խորհրդարանի քաղաքական մեծամասնության կողմից, որտեղ քաղաքական ընդդիմությունը եւ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը դեմ էին, որովհետեւ այնտեղ շատ արմատական եւ հակագիտական, հակազգային, հակաբուհական այսպես նախատեսումներ օրենքը այսպես բովանդակում։ Բացի այն, որ գիտնականների փոխարեն հանրապետության նախագահն է լինելու ակադեմիայի գլխավոր պաշտոնյան, կառույցի նախագահության 11 անդամներից 2-ին նշանակելու է կառավարությունը, իսկ ամբողջ կազմը հաստատելու է վարչապետը։ Կառավարությունը իր կոպիտ ասած իր քիթը խոթում է ուսումնական, գիտական, կրթական հաստատություններ։ Ես ասեմ, որ դա խնդրահարույց է դերևս 2020 թվականից։ Ինչի համար եմ ասում, որովհետև 2018 թվականին
նոր կառավարությունը որ ձևավորվեց, նրա առաջին լոզունգներից մեկը այն էր, որ բուհերը, գիտական կազմակերպությունները պիտի ապա քաղաքականացնենք, որովհետև մինչև այդ մի քանի բուհերում հոգաբարձուների խորհրդի նախագահները քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ էին։ Վահագն Խաչատուրյանը 2022-ից ղեկավարում է նաև տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, բայց նա միակը չէ։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, մանկավարժականինը Ժաննա Անդրեասյանը, բժշկականինը կրթության նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ակադեմիան վերջին խոշոր գիտական կառույցն էր, որտեղ ներկա չէր իշխող քաղաքական խմբակը, ընդգծում է Մխիթարյանը։ Նա եւ ակադեմիայի մի շարք անդամներ նոր օրենքը վիճարկում են նաև իրավական ճանապարհով։ Գիտնականներին օգնության է հասել Հայաստան խմբակցությունը։ Պատգամավորների ստորագրություններով հարցը հասել է սահմանադրական դատարան։ Որքան էլ այդ օրենքը թաքցնի, բայց այն ամենայնիվ իր ենթատեքստում մի կողմից Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման, այսպես ենթատեքստը կար, շատ ակնհայտ ենթատեքստը, եւ նաև բուհերի խոշորացման խնդիրը կար, ի վերջո իրենց մտքում ունենալով գիտությունների ներողություն, բուհերի խոշորացման եւ ակադեմիական քաղաքի ֆանտազմագորիկ այդ ծրագիրը։ Հայցն ընդունվել է, լսումները սահմանադրական դատարանը սկսելու է այս տարվա սեպտեմբերին, տեղեկացրեց Գալստյանը։ Այս մասին իմանալուն պես պատգամավորը վերընթերցել է օրենքի նախագիծը եւ բազմաթիվ բացեր նկատել։ Մասնավորապես օրենքում չի հստակեցվում, թե ինչ ընթացակարգով է հանրապետության նախագահը ընտրվում ակադեմիայի նախագահ։ Միտեղ հաստատում կա, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը ընտրվում է 11 հոգանոց կազմից, որտեղ պիտի ակադեմիկոսներ լինեն, բայց այսօր գործող նախագահը բոլորովին էլ երկրի նախագահի մասին է խոսքը, բոլորովին էլ այսպես ասած ակադեմիկոս չի։ Մի խոսքով հերթական քաոսը։ Փոփոխությունները վերաբերում են նաև ակադեմիայի կազմին։ Եթե նախկինում ակադեմիան կարող էր ունենալ մինչև 100 ակադեմիկոս եւ մինչև 100 թղթակից անդամ, ապա այժմ ակադեմիկոսների եւ ասոցացված անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը։ Մխիթարյանը խնդրահարույց է համարում նաև տարիքային շեմի սահմանումը։ Նոր օրենքով 75 տարեկանից բարձր ակադեմիկոսներն ու մասնագետները չեն կարող շարունակել իրենց ակադեմիական գործունեությունը։ Արդեն գործել է այդ օրենքի հետդրույթը եւ Պատմության ինստիտուտի տնօրենի 65 տարին լրանալուն պես նրան փոխարինեց ուրիշ մեկը, այսինքն նրան հանեցին աշխատանքից, բայց այդ դրույթն էլ ենք ամեն դեպքում սահմանադրական դատարանում վիճարկում, որովհետև դա ակնհայտ է, ասենք 65 կամ 75 տարին լրանալը որևէ ձևով մարդուն չպետք է առանձնացնի։ Փորձեցինք պարզաբանում ստանալ օրենքի նախագիծն առաջարկած բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Պատասխանատուները հրաժարվեցին հարցերին բանավոր պատասխանել, առաջարկեցին կամ գրավոր հարցում ուղարկել կամ դիմել հենց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան եւ Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հունիսի 26-ին պայմանագրային զինծառայողի մահվան արձանագրված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային այլ գործողություններ։ Հունիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11-ին մոտ ներքին գործերի նախարարությունը ահազանգ է ստացել Փամբագետում դիկա։ Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով մոտեցել եւ մարմինը դուրս են բերել ափ։ Դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա գետում գտել են Opel Magnishi ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկության վարորդն ինքնավթարի է ենթարկվել։ Նրա հետ եւս մեկ անձ է եղել, ում դեռ չեն գտել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել պարզելու մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։ Իսրայելա-լիբանանյան շրջանակային համաձայնագիրը նախատեսում է իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Լիբանանից։ Իսրայելը եւ Լիբանանը մտադիր են վերջ դնել հակամարտությանը եւ վերացնել դրա պատճառները։ Կողմերը պարտավորվում են ձգտել վերականգնել Լիբանանի զինված ուժերի արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը Լիբանանի ամբողջ տարածքում եւ զինաթափել ոչ կառավարական խմբերը եւ ոչնչացնել դրանց հետ կապված ենթակառուցվածքները Լիբանանում, ինչը հիմք կստեղծի երկրի տարածքի
կառույցից իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերման համար։ Երկրներն առանձնացրել են երկու գոտի, որոնց նկատմամբ վերահսկողությունը իսրայելական ուժերը աստիճանաբար կփոխանցեն լիբանանյան ուժերին։ Լիբանանի կառավարությունը վերահաստատում է իր վճռական եւ անսասան հանձնարարությունը իր ամբողջ տարածքում ինքնիշխանության լիակատար վերականգնմանը եւ պահպանմանը։ Բեյրութը հայտարարել է, որ զինված խմբավորումների, այդ թվում շիական Հեզբոլլահ շարժման սպառնալիքի չեզոքացումը կվերացնի ապագայում ռազմական գործողությունների կամ իսրայելական բանակի ներկայության պահպանման անհրաժեշտությունը հանրապետությունում։ Սակայն այս ամենի ֆոնին սրվել է վիճակը Բեյրութում։ Բեյրութում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ Լիբանանի բանակի միջև։ Հեզբոլլահի կողմնակիցները բողոքում են Իսրայելի հետ ստորագրված համաձայնագրի դեմ։ Նրանք մոտոցիկլետներով շարժվելով արգելափակում են քաղաքի ճանապարհները։ Մի քանի վայրերում նաեւ հրդեհներ են բռնկվել։ Ըստ հաղորդումների անվտանգության ուժերը միջամտել են վիճակը վերահսկելու համար։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Թրամփը Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու համար, նշելով Իրանը կրակել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ։ Ամերիկյան բանակը հարվածել է Իրանին, ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման։ Իրանը պատասխանել է ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակմամբ։ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար, իսկ Հայիթիից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականները պետք է լքեն երկիրը, հայտարարել է Սպիտակ տունը։ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում բանակցությունների համար, ասել է Հաքամ Ֆիդանը։ Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան հանդիպել Պուտինի հետ։ Նախագահները քննարկել են միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը։ Բռունցքները գործի են դնում նաև Վրաստանի օրենսդիրները։ Մեր հարևան երկրում պատգամավորները միմյանց հարվածել են Գեորգի Շարաշիձեի երկրի վարչապետին ուղղված քննադատական ելույթից հետո։ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, տուժածների թիվը գերազանցել է 3300-ը։ Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը, նա 73 տարեկան էր։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, մինչև երկուշաբթի, առայժմ։